Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասարվա ծրագիրն է։ Դրագինյանում ոգեկոչվելու է հայերի ցեղասպանության զոհերին հիշատակը, Անդիպ Ժուան Լեպենում ոգեկոչվելու է հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը, Ֆրանսիան պահանջում է Լիբանանան ներառումը հրադադարում իսրայելական հարվածները անվանելով անընդունելի։ Իրանը գնահատում է վնասներ $270 միլիարդ։ Գլենդեյլում անցկացվելու է հայերի ցեղասպանության 25-րդ ոգեկոչման հանդիսությունը։ Times Square-ում հայերի ցեղասպանության ոգեկոչման միջոցառումը 9-ական Կոստանդնուպոլսում իսլամացած հայերի մասին կինոյի ցուցադրություն է կազմակերպվելու։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացվելու է թեժաժամանակավոր ցուցադրություն։ Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Դրագինյան քաղաքում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման հանդիսավոր արարողություն այնյան։ Այս միջոցառումը կազմակերպվել է Դրագինյանի յուրանշրջանի հայերի միության կողմից Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանի ու հայ վետերանների աջակիցների ազգային միության մասնակցությունով։ Արարողությունը մեկնարկելու է ժամը 18:00-ին Ժաղդան Անգլե հուշակոթողի կողքին ու անցկացվելու է պաշտոնական կարգով Ռիշար Ստրամբյոյի պատվավոր նախագահությունով։ Կազմակերպիչները հրավիրում են համայնքի ներկայացուցիչներին ու սաղ ցանկացողներին մասնակցել այս հիշատակի միջոցառմանը հարգանքի տուրք մատուցելի հետի հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Անդիպ Ժուան Լեպեն քաղաքում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն այնն։ Միջոցառումը կազմակերպվում է Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի, Մինգել հայկական նախկին զինվորականների ու համակիրների ազգային միության ու UFAC կազմակերպության մասնակցությունով։ Արարողությունը կայանալու է ժամը 3:30-ին Սամբուլ գերեզմանատան հուշակոթողի կողքին Անդրե Բրետոն ու անցկացվելու է պաշտոնական կարգով Անդիպ Ժուան Լեպենի քաղաքապետի պատվավոր նախագահությունով։ Կերպիչները հրավիրում են սաղ օյզողների մասնակցելի հիշատակի այս արարողությանը հարգանքի տուրք մատուցելի հետի հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնը հայտարարել է Լիբանանը պետք է պարտադիր ներառվի հրադադարի նախնական համաձայնության մեջին։ Իրանը ասել է, որ Լիբանանը 6 միլիոն դյույմ չպիտի տրնա իսրայելական կառավարության կավության նոխազը։ Նախարարը նաև խիստ քննադատել է իսրայելի հարվածները Լիբանանը տարածքում, դրանք բնորոշել է որպես անընդունելի։ Իրան գնահատում է, որ այդ գործողությունները համխաթարում են Ամերիկայի ու Իրանի միջև ձեռք բերված հրադադարը, համել նպաստում են Հեզբոլլահի ուժեղացմանը։ Բարոնն ասել է, որ Լիբանանը ենթակառուցվածքների ոչնչացումն պետության թիրախավորումը թույլատնում չեն Հեզբոլլահին, այլ հակառակը ուժեղացնում են իրան։ Իրանական հայտարարել է ամերիկա-իսրայելական հարվածներին դերդան հսկված նախնական վնասը գնահատվում է շուրջ $270 միլիարդ, սակայն այդ թիվը հալամ կարե փոփոխվի։ Կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալության տված հարցազրույցում նշել է, որ վնասների գնահատումը կատարվում է մի քանի ուղղություններով ու հալամ վերջնական չի։ Իրանը ասել է, որ ռազմական փոխհատուցումներին հարցը քննարկվում է դիվանագիտական ուղիներով վետվում բանակցությունների շրջանակում, որոնք անցկացվել են Իսլամաբադում։ Պաշտոնական տվյալներով հարվածներին դերդան վնասվել կամ ավիրվել ավելի քան 125,000 քաղաքացիական օբյեկտ, որոնցից շուրջ 100,000 բնակելի շենք են, իսկ 23,500 առևտրային կառույցներ։ Զոհերին թիվը իրանական աղբյուրների հստում առնվազն 3753-ի, այդ թվում կանանեքի խոխեր հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին ավիահարվածներով, ինչին Իրանը պատասխանել է իրական խոստում 4 գործողությունով հրթիռային ու անօդաչու սարքերի հարվածներով Իսրայելի վերահսկողության տակի գտնվող տարածքներին ու տարածաշրջանում Ամերիկայի ռազմական օբյեկտներին։ Չնայած ապրիլի 8-ի Ամերիկան ընդունել է Իրանը առաջարկած հրադադարին հիմքերը, ապրիլի 12-ին Իսլամաբադում տեղ ունեցած երկարատև բանակցությունները հանգեցրած են վերջնական համաձայնության ու ժամանակավոր հրադադարը շարունակում է գործել։ Ապրիլի 23-ին Գլենդեյլ քաղաքի քաղաքապետարանը կազմակերպելու է հայերի ցեղասպանության տարեկան 25-րդ ոգեկոչման ձեռնարկը, վերը տեղի ունենալու պատմական Ալեքս թատրոնում հարգանքի տուրք մատուցելի 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակին։ Սերունդների միջոցափոխանցվող հիշողություն 1915-ի շարունակվող արձագանքը խորագրավ միջոցառումը սկսվելու է երեկոյան ժամը 7:30-ին։ Գեղարվեստական ծրագրի մասնակցելու են ՀԲԸՄ-ի երգչախումբը, Լիլիա Պարախումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Մինգել Սոնատա երաժշտանոցի կատարողները։ Միջոցառման շրջանակում ցուցադրվելու է նաև GTV-ի պատրաստած վավերագրական կինոն։ Կազմակերպիչները հորդորում են ցանկացողներին նախապես ապահովել իրենց մասնակցությունը գրանցվելով համապատասխան կայքեջերում։ Ապրիլի 26-ին Times Square-ում անցկացվելու է հայերի ցեղասպանության հիշատակի ամենամյա ոգեկոչման միջոցառումը, համախմբելով համայնքային առաջնորդներին, իրավապաշտպաններին, հանրության ներկայացուցիչներին։
Միջոցառումը Նյու Յորքի կենտրոնում այն է 7-րդ պողոտայի ու 46-րդ փողոցի խաչմերուկում ձեռնարկակազմակերպման Knights and Daughters of Վարդան կազմակերպության կողմից մի շարք ամերիկահայ առաջատար կառույցների համակազմակերպումով։ Ժամը 2:30-ից մինչև ժամը 4-ը նախատեսված ծրագրում ընդգրկված են ընտրված պաշտոնյաների ելույթներ, գիտական խոսքեր, ինգել, մշակութային ու երաժշտական կատարումներ։ Միջոցառման վաղտը հիշատակվելուն հայերի ցեղասպանության 2 միլիոն զոհերը հնչելու են կոչեր ուղղված Թուրքիա կողմից ցեղասպանության ճանաչմանը։ Կոստանդնուպոլսում գործող նոր Զարթոն կազմակերպությունը ապրիլի 19-ի ժամը 6-ին Նոստալջիի գրախանութում կազմակերպելու է բռնի իսլամացված հայերի նվիրված մի կինո ցուցադրություն ու քննարկում։ Աղբյուրի համաձայն քննարկման գլխավոր բանախոսները ինյական են Օնդար Ջան Բութին ու Ալեքսիս Քալքը, իսկ համակարգողը Նշան Գյուրեհը։ Ապրիլի 23-ին ժամը 12-ին հայերի ցեղասպանության թանգարան ինստիտուտում փաստագրելով հանցագործությունը հայերի ցեղասպանությունը վերապրողների առաջին վավերագրումները խորագրավ ժամանակավոր ցուցադրության պետությունային է։ Ցուցադրության շրջանակում ներկայացվելու են հալամ 1915-ից 1923 թվականներին հայ անհատների, մինգել հոգևոր ու հասարակական քաղաքական կառույցների կողմից իրականացված փաստահավաք գործերը։ Այս գործունեությունը կարևոր դեր է ունեցել ցեղասպանության փաստերի արձանագրման ու արխիվացման գործում, ձևավորելով հետագա ուսումնասիրությունների հիմքը։ Նշվում է, որ փաստահավաք գործը իրականացնողների մեծ մասը ցեղասպանությունից փրկվածներն են ելալ վեր հաղթահարելով անձնական ողբերգությունը, ստանձնալն պատմական հիշողությունը պահպանելու փոխանցելի պատասխանատու առաքելությունը։ Ցուցադրության մեջ ընդգրկված են վաղ հուշագրություններ, օրագրություններ, մինգել ֆոտո դոկումենտալ նյութեր, վերհանդիսանում են հայերի ցեղասպանության ուսումնասիրության առաջնային ու կարևոր սկզբնաղբյուրները։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այս քանակ պատրաստալ ապրիլ ուշադրության հետի պնդկացիք։